Երեխեքների լույս։ Մենք Զվարթնոցի բիզնես լաունջում ենք, այդտեղ ընդհանրապես տեղ չկա նստելու։ Մոսկվա եւ Փարիզ ռեյսն եմ մեկնում, շատ մարդաշատ է, 2 ռեյսներ, մենք մեկնում ենք Լառնակա եւ հետո Այանապա։ Portable electronic devices including mobile phone. Ես թրիշկի ժամանակ արտունում այս գիրքը, West Trip-ի ժամանակ այս գիրքն եմ պլանավորում վերջացնել։ Ժամ 20 րոպե է, դեռ թրիշկի մեջ ենք, դեռ մի 40 րոպեից կհասնենք 40 րոպեից։ Ինքնաթիռի մեջ ժամանակը շատ տանտա, ասենք մի րոպե, մի ժամ ուղևորվում ենք մեր հոթել, դեպի մենք Այանապա լիմասոլից, մոտավորապես կես ժամ 40 րոպեվա ճանապարհ է։ Այս անգամ մեկ ավես չի փչացել սամոլյոտի մեջ, միշտ փչանում է, բայց այս անգամ չի փչացել, որ դուքին 2 ժամ է դրուչքը ու շուտ հասանք, բայց շատ, ու այդքան շատ չեմ հոգնել ինքնաթիռից։ Հասել ենք մեր հոթել հենց նոր, շատ սիրուն է առաջի տպավորություններով, սենց լրիվ մոդեռն ոճի մեջ։ Իրապա հեսա թեք եմ ծիծ տամ։ Հոթելի անունը անպայման այստեղ կգրեմ, ինքը նորաբաց հոթել է, երևի մի 2 ամիսա որ բացվել է, ու մեզ մեր տաքսով հարորդը ասեց, որ սմա փակ է այս հոթելը, որ գալիս եք, բախացել էինք մի պար մեզ թված մեզ խապել են, պես չէ։ Եղեք ուրեմն ձեզ ցույց տամ մեր համարը, էտը յա, համար որ մտնում ենք, միանգամից այստեղ լվացարանն է և դուշը, այսպես իչեր հայց տուալետն է երևի, բոլոր օճար, շամպուն և այլն բալմեին են, շատ սիրուն է հոթելը, շատ, իրոք շատ սիրուն է, դիզայնը սենց էքստրա նոր սիրուն, հիմա հեսա բալկոնի վյուն ցույց կտամ, բալկոնից բացվում է, նախ բալկոնը մի հատ նայեք ինչ սիրուն է, և բացվում է այսպիսի տեսարան, դեպի դիմացի հոթել մի քիչ, և դեպի ծով։ Շատ սոված եմ և սուրճ եմ ուզում, որտև ասում կոֆե չեմ խմել բապշե, ես ասեցին, որ իրանք ունեն իտալական կոֆե, որ շատ համով է, ասացինք, որ անպայման փորձենք, հոթելի սթաֆը շատ սիրալիր էր, մենեջերը մոտեցավ, ամեն ինչ ներկայացրեց, հոթելի առանձնահատկությունները և այլն, բոլոր մեր հարցերին պատասխանեց։ Հոթելը բացվել է 2 ամիս առաջ ընդամենը։ Շատ սոված եմ և սուրճ եմ ուզում, որտև ասում կոֆե չեմ խմել բապշե, ես ասեցին, որ իրանք ունեն իտալական կոֆե, որ շատ համով է, ասացինք, որ անպայման փորձենք, հոթելի սթաֆը շատ սիրալիր էր, մենեջերը մոտեցավ, ամեն ինչ ներկայացրեց, հոթելի առանձնահատկությունները և այլն, բոլոր մեր հարցերին պատասխանեց։ Եղեք ուրեմն, մենք հենց մտանք հոթել, մեզ մենեջերը ասաց, որ իրանք ունեն հատուկ կոլոմբիական սուրճ, և ես վերցրել եմ, ինչ էր? Մի խոսքով, ես վերցրել եմ սառը սուրճ, ամուսինս վերցրել է double espresso, իսկ սա մեզ հյուրասիրությունը որպես, ամեն ինչ շատ գեղեցիկ է մատուցվում, սպասարկումը շատ լավն է, մի խոսքով այս հոթելը 100% recommended։ Երեխեք մենք լողափից եկել ենք, լողացել ենք և պատրաստվել ենք, որպեսզի գնանք հաց ուտելու, մի հատ seafood ռեստորան եմ գտել, գնալու ենք տեղ, դեռ տաքսի ենք սպասում, որովհետև մեր հյուրանոցից դեպի այնտեղ մոտավորապես 2 կիլոմետր է, ես կեսը ոտքերի հետ խնդիր ունեմ ու չեմ կարող այդքան քայլեմ, դրա համար տաքսիով ենք գնում, տաքսին դեռ չի հասել, սպասում ենք հիմա, որ գնանք, հենց հասնենք, ցույց կտամ ձեզ։ Եղեք ինձ ինչ տաքսի կանչվում ժորվատ կաներ են գալիս։ Так, մենք հասանք, մեր ուզած ռեստորանի անունը Ocean Basket էր, բայց մենք ստեղ մի հատ ավելի լավ սիրուն ռեստորան տեսանք, Fish House։ Հիմա մենք գնանք տեսնենք ուզում ենք, տեղ թե ոչ, ոնց որ beach club-ոտ է ավելի շատ
ու մենյուն կա այստեղ, մի հատ նայենք, դեռ որոշենք ուր ենք ուզում։ Սպասում ենք մեր պատվերին։ Պատվերի մի մասը եկավ սուշի, իսկ մինչև պատվերը գալը սենց դիփ են բերում իրանք և հաց ու կարակ։ Սին փորձում ենք սուշի։ Ասեմ, որ տեսքը շատ լավն է։ Սենց համով բաներ։ Մենք դուրս եկանք այդ ռեստորանից, ուտելիքները շատ համով էր, բայց այո, սուրտս խառնեց։ Չէ, լավ, ուտելիքները շատ համով էր, բայց բաժինները, չափաբաժինները չափազանց մեծ էին, ու մենք մի քանի բան էինք պատվիրել, ոչ մեկ չկարողացանք մինչև վերջ ուտել, բայց must go տեղը շատ համով էր ամեն ինչը։ Սեղանը նախապիվ տեղադրել է ինչեր էինք պատվիրել, այդքանին վճարել ենք ընդամենը 50 եվրո։ Խնդրում եմ նայեք ինչ սիրուն տեսարան է։ Եղեք բարի լույս։ Ես այսօր առանց մեյքափ եմ, այդքան տեսքով չեմ, ստեղից եմ դուրս ատվել, ես ամեն անգամ իրեն հրվիստելուց հետո հոգեպես պատրաստում եմ, որ իմ վրա պետք է դուրս տա։ Այսօր իմ ծնունդն է, երեք շատ շուտ եմ քնել, շատ մարդկանց շնորհավորանքներ չեմ էլ հասցրել կարդամ, այսօր էլ նոր եմ արթնացել, դեռ չեմ հասցրել կարդամ։ Հիմա մենք եկել ենք Նախաճաշի, ես է Նախաճաշի սփոթը ցույց տամ ինչ սիրուն է։ Նախաճաշը à la carte ու կա 3 տարբերակ՝ continental breakfast, English breakfast ու American breakfast, պլյուս այստեղ կան խմելու բաներ, breakfast-ը մեր ռեզերվի մեջ included էր։ Մեզ բերել են արդեն sense bakery, կարակ, ջեմեր, իսկ այս breakfast spot-ն է։ Շատ սիրուն է ամեն ինչ։ Ես վերցել եմ ամերիկյան նախաճաշ, ստեղ ունեմ բեկոն, սոսիջ, մեկ էլ hash brown և 2 ձու։ Ամուսինս վերցրել է անգլիական նախաճաշ, բայց նորով նույնն է էլի, ուղղակի ամուսնուս սունկ և լոլիկ են դրել։ Ես վերցրել եմ ֆրեդո կապուչինո, երեք խմեցի շատ եմ հավանել, իսկ ամուսինս ամերիկան։ Մեզ բարի ախորժակ։ Եվ մեզ բերեցին pancake և waffles։ Միատ ուզում եմ ցույց տամ ծովի գույնը ինչ սիրուն է այսօր, բայց ալիքներ են, բայց հավեսը։ Երեխեք, ես պատրաստ եմ իմ ծնունդին։ Ուզում ձեզ իմ outfit-ը ցույց տամ։ Երևի։ Շորիկս Religion Երևան։ Մեյքափս ես եմ արել, թարթիչներս էլ եմ ես դրել։ Պայուսակս ես ժակմյուսը, 1000 տարի է, ունեմ ես պայուսակը։ Աքսեսուարներս APM Monaco, այս ծաղիկները APM Monaco, այս մեկը tennis bracelet է, ամուսինս է նվիրել։ Թեմու։ Իսկ կոշիկներս հայկական բրենդը LSE Shoes, տենց է կոչվում։ Խնդրում եմ նայեք ռեստորանից ինչ սիրուն view է երևում ու առհասարակ շատ սիրուն է։ Վաու։ Եվ ասեմ, որ այսօր շատ քամոտ է։ Ու նոր մատուցողներ ասաց, որ սովորաբար ստեղ այդքան քամոտ չի լինում։ Մեկ էլ ինչ էի ասում, ամուսինս միշտ մատուցողին խնդրում է, որ իրան ինչ-որ թթու կոկտեյլներ բերեն, ու միշտ ինչ-որ girly, damsky կոկտեյլներ են իրան բերում, ասած ինչ-որ էքստրավագանտ պրեզենտացիայով, և շատ ծիծաղալու է այդ ամենը։ Այս վյունը։ Այս այսօրվա լողափն է իմ իջայլոց, որ գնացել էինք Նիսիպի
ինչը շատ լավն էր։ Ճիշտ է, լիքը մարդ կար, բայց ինքը բավականին մեծ էր, ոնց որ այդ ամեն ինչը չէր զգացվում, ու չէին խանգարում մեկը մյուսին։ Ջուրը ինչպես տեսնում եք, լազուրնի կապույտ ջուր էր, շատ մաքուր, ուղղակի ալիքներ էր, բայց այնց ալիքներ էր, որ հավես էր։ Ես վերցրեցի seafood linguine, ամուսինս ուտում է սիբաս։ Եղեք մենք տուն ենք գնում, հոթել։ Եվ ես կորցրել եմ իմ tennis bracelet-ը։ Ու տխուր եմ շատ, հաստատ ռեստորանում եմ կորցրել։ Երեխեք մենք գտանք իմ թևնոցը, մի հատ շատ բարի մարդ գտել էր իմ թևնոցը և տվել էր հյուրընկալին։ Ես ասաց հույս չունեի, որ կգտնեմ, դեռ կասկածում էի արդեն ես թևնոցով եմ գնացել, թե չէ, լավ է, ես վիդեոներս կար, նկարներս էլ կար, որ այդ թևնոցով եմ։ Մի խոսքով այդ բարի մարդուն անչափ շատ շնորհակալ եմ, այդ մարդուն չեմ տեսել, չգիտեմ ով է գտել, խոսքով տենց, շատ ուրախ եմ, որ գտա, այսպես ուրախ ավարտվեց ծնունդս։ Վաղը գնում եմ ուրիշ քաղաք, մենք ահագին քայլեցինք, առա սնեքեր և մի քանի նվերներ։ Մեզ մոտ հիմա օր 3-ն է, այս շորերին ուշադրություն դարձրեք խնդրում եմ, երեսանյակը թափթփված է, վերջին օրն է այսօր, և ես այնքան եմ զագար արել, սևացել և կարմրել, որ իմ կոնսիլերը տոնայինը բոլորը շատ բաց են իմ վրա, ինչպես տեսնում եք, ոնց որ ինչ-որ գեյշա լինեմ։ Հիմա պատրաստվում ենք, որ գնանք Լիմասոլ, այսօր առավոտյան գնացել ենք նախաճաշ ենք արել, մի քիչ գնացել ենք լողապ, այսօր շատ լավն է ծովը, ընդհանրապես ալիքներ չկան, շատ սենց հանդարտ, հանգիստ, ծովը մաքուր, շատ բաց եղավ տոնայինս։ Տոնային չէ, կոնսիլեր եմ գցել մենակ, բայց ես այնքան խիտ է դարձավ տոնայինը։ Հիմա մի քիչ փորձեմ սիտուացիան փրկեմ բրոնզերով, այս բրոնզերն էլ է շատ բաց, ես կարամ որպես տոնային գցեմ արդեն։ Ու ես այսքան ժամանակ իմացել եմ Կիպրոսում Sephora կա, բայց չկար փաստորեն։ Հիմա գնում ենք շոփինգի, ինչ-որ շատ վատ է նստում տոնայինս։ Երեխեք դեմքս նենց է վառվել, երբեք իմ դեմքը չի վառվում, իմ արևապաշտպանը այնքան ուժեղ է, բայց երեք չգիտես ինչի ես մտել էի, սենց գլխով, մազերով, ջրի մեջ լողում էի, երևի լրիվ արևապաշտպանս մաքրվել է, լուքս չկարողացա ցույց տամ, հագել եմ սպիտակ սովորական tank top և այսենց պլպլիկ յուբկա թեմուից ու կոշիկները Stradivarius, ես 100 տարի առաջ գնել եմ սենց թենիս գունավոր քարերով վզնոց ու երբեք իրեն չեմ կրել, չգիտեմ ինչ է իր մասին մոռացել, ես trip-ից առաջ գտա և որոշեցի, որ ինքը շատ սիրուն կլինի իմ լուքերի հետ, ես ահավոր վառվել եմ, հիմա ուսերս շատ այլանդակված մռմռում է, արավի տակ, ու ինձ թվում է ինձ ակնոց է պետք։ Երեխեք մենք հիմա Լիմասոլում ենք և մենք եկել էինք շոփինգ անելու ստեղ, որովհետև Այանապայում այնքան շատ խանութներ չկան, ստեղ նայել էինք, մի քանի խանութներ կային տենց ինչ-որ concept store-էր և այլն, բայց քանի որ այսօր կիրակ էր, ամեն ինչ փակ էր։ Եվ ես ոչ մի բան չգտեմ, առել եմ Zara-ից տաբատ և կոսմետիկա եմ առել, բայց L'Oreal-ից։ Ես գիտեի ստեղ Sephora կա, բայց չկա։ Ու տխրել եմ։ Սիրուն տեսարանով ենք քայլում, ստեղ լիքը շունիկներ կա։ Ու ասեմ, որ Լիմասոլը ավելի շատ ոչ թե կուլորտնի քաղաք է, այլ շատ են այստեղ ապրողները հենց, բոլորը շունիկներ ունեն, լիքը շունիկ եմ սիրել այսօր և կարոտել եմ շունիկիս։ Երեխեք մենք վերադարձել ենք Այանապա և ես գտել եմ, մենք գտել ենք քայլելուց մենք շատ հավես տեղ և պատվիրել եմ չուրոս նուտելայով։ Ողջում ենք։ Երեխեք չուրոսը շատ համով էր, պրոստի ես շաքարի overdose եղա, որովհետև համ իրա վրա ես եմ շաքարի հատիկներ, չես ես ցույց տամ։
Համ իրա վրա ասեք շաքարի ու դարչինի հատիկներ, համ նուտելա ենք պատվիրել հետը, որպես դիպ։ Բայց ամուսինս բոլորը կերավ։ Ու ասեց նորմալ էր իրեն ընդհանրապես քաղցր չէր։ Երեխեքը բարի լույս։ Մենք Լառնակայում ենք, ժամը 11-ն է, Լառնակայի airport-ում ենք։ Ժամը 11-ն է, մեր թռիչքը պետք է լիներ 11-ին։ Եվ ուշացել է մեր թռիչքը, դնելու ենք ժամը 1-ին նոր, իսկ մենք ժամը 8-ին եկել էինք այրոպորտ, որտեղ 11-ին էր, դեռ սպասում ենք, ուժ մի ես ցույց տայի, երեք եմ առել։ Ներվերս հանգստանում է, որ սենց սխվում է։ Երեխեք, մենք դեռ այրոպորտում ենք և մեր թռիչքը փոխել են, սարքել են 3:10։ Ինչ ասեմ, որ ենք ժամը առավոտյան 8-ից այրոպորտում ենք։